ուշադիր լսում եմ ձեր ձեր պատասխանները։ Հիմնական ջգոությունը կամ անհամաձայնությունը, որ դուք ունեիք, այն էր, որ հենա մեր ծրագրում դա կա, ինչի եք ինչ-որ մի խոստում վերցնում եւ օրենքի ուժ տալի։ Ես կարծում եմ բոլոր խոստումները պետք է օրենքի ուժ տված լինեն, որովհետեւ դուք տեսնեք, թե դուք քանի խոստում եք խախտել։ Հələ վերցրեք ձեր հիմա ծրագրի կատարողականների փուլում ենք մենք գտնվում։ Տեսեք, քանի խոստում եք խախտել։ Արտաքին քաղաքականություն, անվտանգային քաղաքականություն, նույնիսկ սպորտային քաղաքականության ձեր խոստումներն եք խախտել, ֆուտբոլը վկա։ Այնպես որ դուք պետք է շնորհակալություն հայտնեք, որ այս օրենքը ներկայացվել է։ Այլապես հեսա գալու ընտրությունները ինչ եք խոսք տալու, ինչ եք հաշվետվություն ներկայացնելու։ Դա նենց, որ ասեք այո, ես կարծում եմ, որ բոլորը պետք է տենց լինեն։ Հարցս հետևյալն է, համադրելին եւ հավասարը տարբեր են։ Այդ ինչի եղավ, որ համադրելին հակառակ տակի հատվածին է գալիս։ 33,000, 36,000, ոչ, համադրելի բառը հանեք։ Հավասար պետք է լինի առնվազն։ Շնորհակալություն։ Եվ հավասար են այսօր, այո, մենք հիմա հայերենի ոնց որ թե քերականական վերլուծություն ենք անում, քանի խոստում ենք տվել եւ քանիսը իրականացրել եւ ոլորտում սկսած նաեւ ֆուտբոլը, ես հայկական ֆուտբոլի երկրպագու եմ եւ անկախ ֆուտբոլի գրանցած արդյունքներից ես մնում եմ նրա երկրպագուն, թիմի կողքին եմ հաջողությունների եւ անհաջողությունների ժամանակ, ի տարբերություն շատերի, իսկ գնահատականը կստանանք 26 թվականին, երբ որ մենք ընտրողների կներկայացնենք մեր ծրագրի 21-26 թվականի կատարածը եւ նաեւ չկատարածը, եթե կունենանք չկատարածներ եւ օրենքում ամրագրել մի բան, որը կապված է նաեւ երկրի սոցիալ-տեսական վիճակից եւ բյուջեի կատարողականից, դա անիրատեսական է։ Դրա հետ է մեր անհամաձայնությունը։ Կարող եք մեր ամբողջ կառավարության ծրագիրը վերցնել, հատ դարձնել օրենսդրական նախաձեռնություն եւ բերել մեզ հրամցնել։ Մենք մեր հանձնառությունները շատ լավ հիշում ենք։ Դուք մեզ օգնում եք, իմ գործընկերը հանձնաժողովի նիստին շատ լավ ձևակերպում տվեց, ինչու հանկարծ որոշեցիք օգնել մեզ իրականացնելու մեր ծրագիրը։ Մենք, եթե չխանգարեք, շատ հաջող մենք իրականացնենք մեր ծրագիրը։ Արձագանքել եք։ Պարոն Խաչատրյան, արձագանքել եք, համեցեք, չեք արձագանքել, չէ՞ ոնց որ։ Համեցեք։ Տիկին Տիգրանյան, համադրելին եւ հավասարը տարբեր բաներ են։ Լավ, այսինքն 54,000-ը 56,000-ի հետ կարող է համադրելի լինի։ Հավասարը հավասարին տարբեր են, կոպեկ լումա հավասար լինելու խնդիրն է գալիս։ Հիմա, դուք ինչ եք ասում, սոցիալական ոլորտի պատասխանատու եք խոսում եք, կարծես ֆինանսների նախարարը խոսի։ Սա անհրաժեշտ խնդիր է, 100,000-ավոր մեր քաղաքացիների խնդիրն է ստեղ գալիս։ Ֆինանսների նախարար ունեք, թող ֆինանսների նախարարը որոշի ըստ առաջնահերթությունների այդ ծախսերը կարգավորի։ Ինչ եք մտնում ֆինանսների նախարարության գործառույթի մեջ, բազմաթիվ անիմաստ ծախսեր կան։ Հələ վաղը կառավարությունը գալու է ստեղ հարց ու պատասխանի։ Մի քանի րոպե շուտ դուրս եկեք, այդ ճոխ մեքենաների շարքը նայեք։ Երկու փոխվարչապետի համար ինչ են թանգանոց մեքենա առը։ Թող չառնեին։ Ինչ մի փոխվարչապետը գնում Ադրբեջանի այդ լավ մեքենայով գնաց ավելի լավ բանացեց սահմանազատման հարցը։ Ջորիով զրովեցով թող գնան, բայց արդյունք բերեն։ Այնպես որ ձեր պարտականությունները սոցիալական հարց լուծելն է, ոչ թե բյուջեի բացերը փակելը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, մեր պարտականությունը մեզ հիշեցնելու համար։ Ես էլ նաև հիշեցնում եմ, որ մենք մի քաղաքական թիմ ենք խորհրդարանում եւ կառավարությունում, եւ ես մտածելով անգամ եւ հետեւողական լինելով սոցիալական խնդիրների լուծմանը, ես հասկանում եմ նաեւ թե ինչ տարբերակներ պիտի ունենանք այդ խնդիրները լուծելու համար եւ չեմ ասում անպագորգոր բաներ իմ շահառուներին հաճոյանալու համար։ Ես այդ պոպուլիստական խոսքերից վեր եմ կանգնում։ Ինչ վերաբերում է հիմա ձեր նշած շքեղ մեքենաներին եւ այլն, ես չգիտեմ, բայց դա նաև պետության, այո, հեղինակության հարցն է։ Եվ ձեր նշած այդ ամեն անգամ սոցիալական հարց քննարկելուց մեր հարևաններին հիշատակելը ձեր խոսքը դրանից ավելի ծանրակշիռ չի դարձնում։ Գուցե ինչ որ մեկի ականջին գերզգայական է եւ ինքը ասում է, իմ թոշակի հաշվին գնում են հարևանների հետ եւ այլն անում, բայց դա արդեն հնացած տրյուկ է, խնդրում եմ դա մի օգտագործեք հարևաններին, մի վկայակոչեք սոցիալական հարցերի քննարկման ժամանակ։ Ինչ վերաբերում է համադրելի բառերին, ուրեմն պարոն Մինասյանը նշում է համաշխարհային բանկի եւ առողջապահության կազմակերպության բանաձևով, որ
Պարենային սպառողական զամբյուղի արժեքը 36,000 դրամ է, ես էլ ասում եմ 36,000 դրամը հավասար է 36,000 դրամի, որը այսօր մեր նվազագույն կենսաթոշակն է։ Այստեղ ո՞րն է հակասությունը, ես չեմ հասկանում։ Եվ համադրելի բառի համար խնդրեմ լեզվի պետական կոմիտեն թող տա բացատրություն, ինչը մենք չենք հասկանում այնպես, կարծես երկու տարբեր հայերենով ենք խոսում։ Շնորհակալություն։